Բարև ձեզ, ձեր հետ կրկին քաղաքակրթությունն է։ Այսօր հետաքրքիր թեմա եմ արծարծելու, որտեղ վերջերս մի վիճաբանություն ունեցա ընկերներս մեկի հետ, եւ այդ վիճաբանության արդյունքը հետեւյալը եղավ, որ այս աշխարհում բոլոր մարդիկ, բոլոր երկրները, բոլոր միավորները գործում են ըստ իրենց հնարավորությունների եւ կամայականության, ու ոչ ոք ոչ մեկի համար չի կարող որոշել ծրագիր, իսկ գլոբալ ծրագրի մաս լինելը բոլորովին պարտադիր չի, որովհետև գլոբալ ծրագիրը իբրև այդպիսին չի նախագծվում, եւ գլոբալ ծրագիրը որպես այդպիսին ոչ մեկի կողմից հավանության կամ մերժման չի արժանանում, այսինքն սա բրոունյան շարժում է մարդկանց, բնավորությունների, երկրների եւ երկնքի տակ ոչինչ դետերմինացված չի, զարմանալիորեն այդ մարդը հավատացյալ է, այսինքն աստվածային դետերմինացիան նա նույնպես մերժում է կամ երևի համարում է, որ աշխարհի կյանքը առանձին բան է, իսկ աստվածային աշխարհը առանձին։ Բայց իրականում տրամաբանությունը, փաստերը եւ դեպքերի զարգացումները ինձ ստիպում են պնդել հակառակը եւ պատճառներից մեկը հետեւյալն է։ Ճիշտ երկու պատճառ կա, հիմնական պատճառ առաջին, որ մենք հուսով եմ, որ գիտակցական կարողությամբ օժտված էակներս լավի եւ վատի անընդհատ բալանսավորման մեջ ենք։ Լավ, գրողը տանի, թող ընդհանուր լավը չլինի, չնայած Արիստոտելը համարում էր, որ երջանկությունը դա ընդհանուր բարոյականության պայմանավորված լավին հասնելու ճանապարհն է, բայց Արիստոտելը մի կողմ դնենք եւ նույնիսկ մի կողմ դնենք Թոմա Աքվինացուն, որը խոսում է աստվածային համընդհանուր կատարյալ բարության եւ բարօրության մասին, որը մարդու վերջնական ձգտումն է, այդ բոլորը մի կողմ դնենք եւ մտածենք մեր անձնական շահի, մեր անձնական մաշկի մասին։ Մենք անընդհատ որոշում ենք, չէ, որն է լավը։ Ինչն է լավ ուտել, ու բոլորը շատ լավ գիտեն, որ թարմսունը ավելի լավն է, քան ոչ թարմը փտածը։ Մենք հիմա շնչում ենք նու բարաշնի աղբանոցի կենսունակ թթվածինը, եւ ինչքան էլ մենք պրոիշխանական ճակերտներում դրամադրված լինենք, մենք հասկանում ենք, որ այդ օդը կործանարար է մեր թոքերի, քաղցկեղածին բջիջների եւ այն ամենի համար, ինչ որ կոչվում է առողջություն, իսկ հետեւաբար բարօրություն։ Մենք լավ գիտենք, թե ինչ ասել է տոքսիկ անձնական միջավայր, մենք շատ լավ հասկանում ենք, ինչ ասել է տոքսիկ հարաբերություններ, որտեղ մարդը ուղղակի հիվանդանում է հոգեբանորեն եւ ֆիզիկապես։ Մենք լավ գիտենք, թե ինչ ասել է ապրել տոքսիկ գաղափարախոսության մեջ, որովհետև տոքսիկ գաղափարախոսությունը ազդում է միանգամից երկու կետի վրա, մեկ մեր անձնական զգացողության վրա, մեկ էլ մեր հանրային կոլեկտիվ անգիտակցականի վրա, իսկ երկկողմանի հարվածի ենթարկվելը այնքան էլ լավ բան չի։ Այսինքն եկեք ընդունենք, որ չնչին բացառություններով մենք մեր լավն ու վատը հասկանում ենք, եւ ինչպես ասվում է ամերիկյան սահմանադրության պրեամբուլայում, մենք բոլորս իրականում հնարավորություն ունենք, իրավունք ունենք ձգտելու երջանկության։ Իսկ ձգտելու երջանկության նշանակում է ձգտել լավին, որովհետև վատը մարդուն չի երջանկացնում, ինչ ուզում ես ասա, իհարկե այստեղ լիքը ինձ հիմա կասեն, որ լիքը վատ մարդուն երջանկացնում են շատ կարճաժամկետ։ Բերած վատը ավելի վատն է, քան այդ կարճաժամկետ լավը։ Ինչ որ սա դառնանք երկրներին, կոնկրետ դառնանք Հայաստանին եւ մենք ինքներս մեզ հարց տանք, հա, երկրների լավ ու վատը ոնց է որոշվում։ Այ օրինակ լիքը մարդ կա, որ գովում է Ռուսաստանը եւ որպես օրինակ մեջ ապրում շատ հետաքրքիր բաներ, օրինակ ասում է հսկայական երկիր է, անծայրածիր, ընդ որում ինձ հետաքրքիր է, որ Չինաստանն էլ է շատ մեծ երկիր, Կանադան էլ է շատ մեծ երկիր, Միացյալ Նահանգներն էլ է շատ մեծ երկիր, բայց ես դեռ չեմ տեսել մի մարդ, որ այդ երկրների լավն ու վատը որոշելիս հանկարծ ասի դա հսկայական տարածք է, որովհետև բոլորը հասկանում են, որ տարածքը ինքնին այդքան էլ արժանիք չի,
Ու դուք պատկերացնում եք մի մարդու նկարագրելու ժամանակ, որ ասում եք, ասեք հանկարծ շատ լավ մարդ է, ինքը շատ բոյով, հա, բոլորը կասեն, դե դա այնքան էլ լավ լինելու հատկանիշ չի, այսինքն լավ ու վատը չի որոշվում ֆիզիկական պարամետրերով շատ հաճախ, բանը, եթե մենք խոսում ենք անգամ գեղեցկության մասին, մենք խոսում ենք մեր գեղագիտական պարամետրերի մասին, դրա համար եկեք հասկանանք, որ երբ որ մենք էպիտետներ ենք գտնում երկրի գոյության եւ չգոյությունը արդարացնող, երկրի արժանինքները նշող, մենք անպայման այլ պարամետրեր ենք օգտագործում, այն է սոցիալական, օրինակ, աշխատավարձները շատ բարձր են եւ կան սոցիալական երաշխիք, այն է բարոյական, օրինակ մենք գիտենք, թե Ճապոնիայում ինչպես են վերաբերվում տարեցներին եւ դա անդադ նշում ենք։ Մենք խոսում ենք քաղաքավարության մասին, մենք խոսում ենք լոյալության մասին, մենք խոսում ենք հանդուրժողականության մասին։ Այսինքն երկրի լավն ու վատը նշելիս մենք հիմնականում նշում ենք լավ կյանքի, լավ գոյության, բավարարվածության եւ երջանկության պայմանները։ Եվ ասել, որ երկիրը անծայրածիր է կամ որ երկիրը ուժեղ ղեկավար ունի, մեղմ ասած երկիրը համաշխարհային բալանսի մեջ տեղավորելու ոչ մի ցանկություն չի առաջացնում։ Իսկ այս աշխարհում եզերքի տակ կա համաշխարհային բալանս, որովհետև ինչ որ լավ է, նա որպես կանոն կենսունակ է։ Լավը դա ֆերտիլության, կյանքը շարունակելու բանը եւ կյանքի մեջ տեղավորվելու նախապայմաններ է ենթադրում։ Օրինակ, նույն չես կարող ասել, էլ ես մարդը լավ առողջություն ունի եւ վաղը կմեռնի։ Այսինքն լավ առողջություն ունենալը ենթադրում է, որ այդ երկիրը, մարդը, հանրույթը, ինստիտուցիան ապրելու պերսպեկտիվա ունի։ Կարող է ինչ ասես պատահի, բայց հիմնականում նշանակումը նա ունի հեռանկար։ Օրինակ, վերցնենք Իսրայել եւ Պաղեստին կոնֆլիկտը, որը հայերը չգիտես ինչի շատ սրտին մոտ են ընդունում, եւ սրտին մոտ ընդունելուց պրոպաղեստինյան նյուանսները ես մի քիչ չեմ հասկանում, մի պարզ պատճառով, որովհետեւ եթե դու կենսունակության օրինակ ես ուզում, դու ընտրում ես ինքնապաշտպանական, ժողովրդավարական նորմերով, գիտական նվաճումներով այն երկրին, որը ոչ մի ստարտային պայման չունենալով կարողացել է իր համար ապահովել ֆինալային պայմանը։ Ինչևէ, հարց է առաջանում, եթե մենք դնում ենք համաշխարհային նժարին ու հարց ենք տալիս, օրինակ համաշխարհային բալանսի մեջ ինչ է դրել Իսրայելը։ Ու իմ մոտ գալիս են աչքիս առաջ մարդկանց, որոնց ես ճանաչում եմ, ում օգնել է իսրայելյան բժշկությունը ուղղակի հանել է մահվան ճիրաններից հայեր։ Իմ առջև գալիս է նանոտեխնոլոգիաների ընդհանուր այդ հոսքը, որին մենք պարտական ենք Իսրայելին։ Իմ աչքի առաջ գալիս է ինքնապաշտպանական այն համակարգները եւ այն տեխնոլոգիաները, որ ստեղծել է Իսրայելը։ Ոչ միայն Իսրայելը, Ամերիկան, նույնը Չինաստանը, որ հիմա մրցակցումը, տեսեք, դա ժողովրդավարական երկիր չի, բայց իր պրոգրեսի, իր առաջադիմության, իր աշխատասիրության, իր համակարգված բալանսի շնորհիվ նա արդեն տեղավորվում է համաշխարհային բալանսի մեջ, այսինքն վաստակել է լավ կյանք ապահովելու եւ լավ կյանքով ապրելու իր ձգտումը։ Դրա համար Չինաստան գնում են բազմաթիվ օտարերկրյա մասնագետներ աշխատելու, ես ինչ որ չեմ նկատում, օտարերկրյա մասնագետների մուտքը, օրինակ, նույն Ռուսաստանը, նույն Հյուսիսային Կորեան եւ այլ երկրներ, որոնք այդ ընդհանուր բալանսի մեջ ներդրում չունեն։ Մենք եկեք համաձայնվենք, որ լինի դա մարդ, լինի դա երկիր, լինի դա կուսակցություն, պիտի ունենա ներդրում համաշխարհային բալանսում ինչ որ տեղ գրավելու ու ապրելու համար նա պիտի ապացուցի, որ դրա իրավունքն ունի։ Իսկ նա դա անում է, այո, անելով այնինչ ուզում է, այստեղ խնդիրն է նա, թե ինչ է ուզում տվյալ երկիրը։ Ավտոմատ հարց է առաջանում,
Հարգարժան հայեր, համաքաղաքացիներ, մենք ինչ ենք բերում համաշխարհային բալանսում։ Այսինքն հայերը ինչ են բերում։ Ու ես այստեղ իհարկե կարող եմ որդեգրել տարբեր խոսույթներ, բայց մենք հասկանում ենք, որ մենք համաշխարհային քաղաքակրթություն ունենք ներմուծելու, ցավոք, շատ քիչ բան, բայց շատ կարևոր բան։ Նախքան Արցախի հանձնումը ուխտադրուժ մենք ունեինք գեոպոլիտիկ շատ ուժեղ աշխարհագրական հաղթաթուղթ, որը ներմուծում էինք, որ այլևս չունենք, բայց երկրորդը ինչ մենք ունենք ներմուծելու, դա մեր պատմությունն է, որովհետև պատմական ասպեկտում բոլոր մակարդակների վրա ցավոք նաև ցեղասպանությունը, մենք գտնվում ենք քաղաքակրթական եւ պատմական այն հզոր խաչուղիներում, որտեղ մեր դերակատարումը անգերազանցելի է։ Այսինքն համաշխարհային բալանսի մեջ ցավոք մենք ներկայանում ենք մեր անցյալով, բայց մենք կարողանում ենք ներկայանալ մեր անցյալով։ Եվ համաշխարհային բալանսի մեջ մեր անցյալը ինտենսիվ ներկայությամբ փորձում են փոխարինել ոչ թե մեր ապագայով, այլ թավշյա հեղափոխությամբ, տրանզիտ խաչմերուկ լինելու միտումներով, բայց մենք հասկանում ենք, չէ, որ մեր անցյալը մեզ համար հաղթաթուղթ է, որովհետև դա եղել է շատ ստեղծարար եւ շատ հետաքրքիր անցյալ, եւ մենք ունեցել ենք քաղաքակրթության մեջ մեր հավասար դերը հունների, հռոմեացիների հետ մեկտեղ, այսինքն թեկուզ անցյալում մենք գտնվում ենք քաղաքակրթական նժարին, որը նժարի վրա, որը իսկապես մեծ ներդրում է եւ հնարավորություն է մեզ տալիս դրա վրա հենվելով պայքարել քաղաքակրթական ապագա դիրքի համար, բայց մեր ոտի տակից հանում են այդ աթոռը, պատմական հիշողությունը, պլյուս հումանիտար հիշողությունը, ցեղասպանության տեսքով, որը մեզ հնարավորություն է տալիս հрьяաների նման պայքարել պետության ինքնաշխատության եւ դրա դերակատարման համար, տեղը ապահովում են տրանզիտ խաչմերուկի դերակատարում։ Իսկ դուք հասկանում եք, չէ՞, տրանզիտ խաչմերուկի առանձնահատկությունը որն է։ Նշանակություն չունի, թե ովքեր են այնտեղ ապրում։ Նշանակություն չունի, որտեղ եթե դու իբրև անցյալի կրող եւ պատմական միավոր հայ ես եւ դա կարեւոր է, տրանզիտ խաչմերուկում կարող են ապրել լիբիացիները, պակիստանցիները եւ կատարել նույն կեղտոտ աշխատանքը առանց ազգային եւ քաղաքակրթական ամբիցիաների։ Հասկանում եք, չէ՞, ինչ է կատարվում։ Հասկանում եք, ինչ է կատարվում։ Ձեզ թվում է Տրամպը պատահական է մեզ անդադ անվանում Ալբանիա։ Չէ, պատահական չի անվանում, որտեղ նրանք կարող են մի բազմիցս ուղղել նույն հայկական լոբին։ Նա անում է դա մտադրաբար, Տրամպը ոչինչ պատահական չի անում, որովհետև ցույց է տալիս, որ իր անցյալի քաղաքակրթական նվաճումներից հրաժարված երկիրը կապ չունի Ալբանիա, կապ չունի բանա, Ասորեստանը, կապ չունի Հաբերստանը, ոչ մի կապ չունի, ոնց կուզենան, այդպես են կանվանեն։ Դրա համար իմացեք, համաշխարհային պրոյեկտի մաս լինելը վաստակում են։ Հիմա մեր համար այդ մասը վաստակել են նախնիները։ Մենք եթե այդքան բթամիտ լինենք, որ այդ վաստակից հրաժարվենք, ընդ որում հրաժարվենք պետական մակարդակով, դա մի խնդիր է, բայց մյուս խնդիրը կա հին հաջողված պրոյեկտից նոր հաջողված պրոյեկտ անցում կատարելու համար պետք է ունենալ լավի եւ վատի ճշգրիտ պատկերացում եւ այլևս երբեք երկիրը չգովել տերիտորիայի համաձայն։ Իդեպ ասեմ, որ ցավոք ոչ ոք չի ասում, որ Ռուսաստանը փայլուն գրականության երկիր է, անգերազանցելի, բայց այո, Ռուսաստանը իրոք համաշխարհային քաղաքակրթական պրոյեկտի մեջ դնում է Դոստոևսկի, դնում է Չեխով, Տոլստոյի հանդեպ մի փոքր վերապահում ունեմ, բայց անձնական է դա, դնում է Տոլստոյ, դնում է Պիրագով, դնում է Մեչնիկով, այսինքն այդ երկիրն էլ ունի որոշ առումով անցյալի այն ժամանակահատվածը, որի վրա հենվելով ինքը կարող է դառնալ
համաշխարհային մեծ պրոյեկտի մաս։ Մնացած բոլոր խնդիրների մասին կխոսենք հաջորդի ձեր հետ քաղաքակրթություններ։